Մինամյոտից 4 գեքախփե, ոտքին, աշկին ու ականջին։ Ներկապային վիրահատություն անթանում։ 3 վատնալյոտով բերել են։ Ամեն ինչ նորմալ է, ասկողության տակ է, շնորհակալ ենք բժիշկներին, չեն վերաբերմունքի, որդեաբար նայում են բոլոր զինվորներին։ Նույն օրն իմացել ենք։ Զանգահարել են իր մոտից, ընդդես որ տեղափոխվում են շտաբ Երևան։ Եվ եկել ենք։ Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի։ Բոլոր զինվորներին շնորհակալ ենք իրաց կյանքի գնով մեր կյանքն ապահովելու համար։ Ուրախ եմ երեխես կոմայից դուրս ա եկել, ճանաչեց ինձ։ Շատ ուրախ եմ, չգիտեմ, բժիշկներն էլ ամեն ինչ անում են, որ ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալ եմ բոլորից շատ։ Թալիշում վիրավորվել էր թալիշ։ Ջարդվածքները հիմնական, ոտքը, թևը, թիակը։ Ռեանիմացիայում է մի րոպեով մտա դուրս եկա, չեն թողում։ Երրորդ որդին է, երեքն էլ Ղարաբաղում են ծառայել, վերջին փոքրն է։ Դպրոցն է ավարտելու միանգամից ծառայության։ Ռաչագա Վարդազարյանի ուսուցիչն է եղել Ղարաբաղում, իմացել եմ, որ վիրավորվել է, եկել եմ իրան տենալու, ոչ մենք իրան բոլոր զինվորների կողքին ենք մենք, ու միշտ էլ պատրաստ ենք իրենց աջակցենք, այստեղ էլ կազում պատրաստ սպասում ենք, հենց ամեն վայրկյանը, երբ որ պետք կլինի, միշտ իրանց կողքին ենք։ Ապրեն տղեկը իսկապես սա հերոսություն է։ Սովորել եմ ես Ղարաբաղում, ես Ղարաբաղցի եմ, ինքը եղել է իմ կարատեի ուսուցիչը, մոտ 3 տարի, դրանից հետո ինքը գնաց արդեն մտավ բանակ, ինքը զգաց, որ ինքը պետք է բանակում ավելի շատ, քան տեղ, Փառք Աստծո ամեն ինչ լավ է, վիճակը կայուն է, ու լավ կլինի ամեն ինչ։ Ինքը ունի 2 հատ տղա, երկուսն էլ ծառայում են հիմա, մեկը ժամկետային զինծառայող է, մեկը պայմանագրային, երկուսն էլ հիմա այնտեղ են, դիրքերում են, Փառք Աստծո լավ են։